Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներն ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հրադադարի մասին պայմանավորվածության կոպիտ խախտում են եւ անիմաստ են դարձնում ԱՄՆ-Իրան-Պակիստանում շաբաթավերջին նախատեսված բանակցությունները, հայտարարել է Իրանի նախագահը։ Սա խաբեության եւ հնարավոր համաձայնությունները կատարելու հանձնառության պակասի վտանգավոր ցուցիչ է։ Այս գործողությունների շարունակությունը բանակցությունները կդարձնի անիմաստ։ Մենք մատը դեռ ձգանի վրա ենք պահում, Իրանը երբեք չի լքի լիբանանցի իր քույրերին ու եղբայրներին։ Պակիստանում Իրանի դեսպանն այսօր հեռացրել էր սոցցանցում արած գրառումը, որ Իրանի պատվիրակությունն այսօր կմեկնի Իսլամաբադ բանակցությունների։ Իրանի փոխարգործնախարարը սակայն վերահաստատել է իրենց մասնակցությունը ըստ Ալ Ջազիրայի նախնական տվյալներով ԱՄՆ-ից կմասնակցեն փոխնախագահը, հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտքոֆն ու Ջարեդ Քուշները եւ ծովակալ Բրեդ Քուփերը, իսկ Իրանից խորհրդարանի խոսնակը, արտգործնախարարն ու փոխարգործնախարարներից մեկը։ Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ հրադադարը կոպտորեն խախտվել է։ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆի խոսքով իրենց առաջարկներում հստակ նշված է, որ Լիբանանը եւ դիմադրության ողջ առանցքը հրադադարի անբաժանելի մասն են։ Ըստ նրա, միջնորդ Պակիստանի վարչապետը եւս հրապարակավ եւ հստակ շեշտել է դա։ Հրադադարի խախտումները ենթադրում են հետևանքներ եւ կոշտ պատասխաններ։ Անմիջապես դադարեցրեք կրակը, զգուշացրել է նա։ Իրանի փոխարգործնախարարն էլ հայտարարել է, որ Լիբանանի վրա հարձակումները նաև ցեղասպանական գործողություն են։ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ Իրանը երեկ երեկոյան պատրաստ էր արձագանքել դրանց, սակայն Պակիստանի միջամտությունից հետո հրաժարվել է։ Նա նաև նշել է, որ ցանկացած խաղաղություն պետք է ներառի նաև Լիբանանը։ ԱՄՆ-ն եւ Իրանը յուրովի են մեկնաբանում Իրանի 10 կետանոց առաջարկները, որոնց մի քանի տարբերակ է շրջանառվել։ Իրանը պնդում է, որ հրադադարը տարածվում է նաև Լիբանանի վրա, պետք է վերացվեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները, Թեհրանը պետք է նաև պահպանի Հորմուզի նեղուցի վերահսկողությունը եւ շարունակի հարստացնել ուրանը։ Սակայն ԱՄՆ-ն հերքում է բոլոր կետերը։ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի համաձայնել նաև Լիբանանում հրադադարին։ Մենք երբեք նման խոստում չենք տվել։ Մենք ասել ենք, որ հրադադարը կկենտրոնանա Իրանի եւ Ամերիկայի դաշնակիցների, թե Իսրայելի, թե Պարսից ծոցի արաբական պետությունների վրա։ ԱՄՆ նախագահն էլ հայտարարել է, թե որևէ պայմանավորվածություն չկա, որ Իրանին թույլ կտրվի ուրան հարստացնել։ Հորմուզի նեղուցն ըստ Դոնալդ Թրամփի պետք է բացվի եւ անվտանգ լինի երթևեկության համար։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ ամերիկյան զինուժը տարածաշրջանում կմնա այնքան, մինչև Իրանը լիովին պահպանի հրադադարի պայմանները։ Թրամփը նաև զգուշացրել է, ԱՄՆ-ն ավելի ուժեղ կհարվածի Իրանին, եթե չհետևեն հրադադարին։ Եթե որևէ պատճառով դա տեղի չունենա, ինչը խիստ անհավանական է, ապա կրակոցները կսկսվեն ավելի մեծ մասշտաբով, ավելի հզոր եւ ավելի ուժեղ, քան որևէ մեկը երբևէ տեսել է։ Հակասական են նաև Հորմուզի նեղուցի մասին տեղեկությունները, որտեղով փոխադրվում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ ԱՄՆ-ն պնդում է, թե այն բաց է, սակայն ըստ իրանական լրատվամիջոցների սահմանափակ թվով նավեր են անցնում նեղուցով, ընդ որում Իրանի հետ համակարգմամբ։ Իրանի փոխարգործնախարար Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ նեղուցն ամբողջությամբ կվերաբացվի, եթե դադարեցվի ագրեսիան Լիբանանում։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հղումով հայտնում է, որ Իրանը հրադադարի ընթացքում օրական առավելագույնը 15 նավ թույլ կտա անցնել նեղուցով։ Ըստ իրանական լրատվամիջոցների Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը քարտեզ է հրապարակել, որում ցույց են տրվում նեղուցում այլընտրանքային ուղիները հականներից խուսափելու համար։ Իսկ Իսրայելը շարունակել է արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի ենթակառուցվածքներին հարվածները Լիբանանում։ Վերջին 24 ժամում Լիբանանում ըստ տարբեր աղբյուրների 200-ից 250 մարդ է սպանվել, վիրավորվել ավելի քան 1000-ը։ Իսրայելը հայտարարել է, որ սպանել է շարժման առաջնորդի անձնական քարտուղարին։ Հեզբոլլան պատասխան հարվածներ է հասցրել։ Լիբանանի կառավարությունն Իսրայելին կոչ է արել ուղիղ բանակցություններ սկսել։ Իսրայելի վարչապետն ասել է, որ կշարունակեն հարվածները Հեզբոլլային այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի հյուսիսի բնակիչների լիակատար անվտանգությունն ապահովելու համար։ Նա նաև նշել է, թե դեռ չեն ավարտել Իրանում իրենց անելիքը եւ սպառնացել, պատրաստ են ցանկացած պահի վերսկսել ռազմական գործողությունները։ Մենք դեռ շատ նպատակներ ունենք իրականացնելու եւ դրանց կհասնենք կամ համաձայնագրի կնքմամբ կամ մարտական գործողությունների վերսկսմամբ։ Մենք պատրաստ ենք վերսկսել մարտական գործողությունները ցանկացած անհրաժեշտ պահի։ Մեր մատը ձգանի վրա է։ Նեթանյահուն նաև հիշեցրել է, թե հարստացված ուրանը դեռ Իրանում է եւ անպայման պետք է դուրս բերվի երկրից։ Իրանի ատոմային էներգիայի ղեկավարն արձագանքել է, հայտարարելով, թե մեջբերում եմ թշնամուն չի հաջողվի սահմանափակել երկրի ուրանի հարստացման ծրագիրը։